Պարոն Ալբինյան, շատ մամուլը գրեց, հա, ու ձեր թիմակիցներն այդպես գրառումներով շատ դժգոհություններ կան, որ ասում են Նիկոլ Փաշինյանի Երևանն ու այս քարոզարշավի ընթացքում այդպես լավ չեն ընդունել տեսանյութը, դա ասես թե մետրոն ինչպես են ընդունում, ասում են այս ամենի հիմնական պատասխանատու համարում են ԿՊ-ում ձեզ, որ այսպեսի ընդունելություն ԿՊ-ն արժանացավ։ Ընդունում եք այս մեղադրանքները։ Ժորժ ջան, ես ձեզ առաջարկում եմ մեզ հետ գալ շրջել մեր քարոզարշավի ժամանակ Շենգավիթ վարչական շրջանում ենք եղել հիմնականում, մեզ շատ լավ են ընդունել, իրապես շատ լավ են ընդունել եւ բազմաթիվ հարցերի շուրջ եւ խնդիրների շուրջ քննարկումներ ունեցել ենք, բայց եթե խոսքը ընդունելության մասին է Երևան քաղաքում, իրապես անկեղծ եմ ասում, այն էներգիան, որ ունեինք Երևանում, մենք նույնիսկ այդքան լավ չէինք ակնկալում։ Պարոն Ալբինյան, մենք հիշում ենք, որ 18 թվականի օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը այստեղից այնտեղ շարժվեր, թեկուզ մետրոն նստեր, պես կանգը կառներ, հա, շարժը կկանգներ։ Հիմա ինչպես ստացվեց, որ ընդամենը մի քանի հոգի է գալիս, ողջունում, շատեր այսպես չեն ուզում անգամ մոտենալ նրան։ Մենք մի քանի տասնյակ մետր քայլելու համար մոտավորապես 30-40 րոպե ժամանակ էինք ծախսում, այսինքն այդ հոսքը, որ գալիս էր եւ շփվում էր եւ խոսում էր, ինքը անդադար էր, ամեն քայլափոխին էր եւ իրականում Ժորժ ջան, ընդհանրապես կարող եք գալ եւ մեզ հետ այդ շրջայցերին մասնակցել, դուք եկել եք, դուք տեսել եք։ Բացառիկները ես գովերքելու համար են եկել։ Մարդիկ Ժորժ ջան, կառավարության ներկայացուցիչների, քաղաքապետարանի ներկայացուցիչների մոտենում են մարդիկ ոչ միայն մեզ գովերքելու համար եւ բացարձակ մեզ գովերքելու համար չպետք է որ մոտենան, չնայած դա էլ է տեղի ունենում, պարզա որ իրանց խնդիրներն են բարձրաձայնում եւ պարզա որ մենք էլ այդ խնդիրները լսում ենք։ Առհասարակ կուսակցության որևէ քաղաքական ուժի եւ մարդկանց միջև կապը հենց այդպեսին պետք է լինի եւ կարծում եմ դա շատ բնավ է։ Օրենսդիրով տեսնում եք ձեզ։ Ես կարծում եմ, որ իմ ունակությունները ավելի գործադիրի են, բայց մենք, այսպես ասած, Երևան քաղաքում ունենք փոքրիկ օրենսդիր մարմին, նաև դա Երևանի ավականին է։ Պարոն Ալբինյան, ես ուզում եմ անդրադառնալ, դուք երեք Ալեն Սիմոնյանի հետ տեղ ունեցած միջադեպին, դուք ինչպես եք դա գնահատում, արդյոք դատապարտում եք Պաշտոնյայի կողմից հայոյան քննեցնողին։ Ես անկեղծ եմ ասում, հենց նոր առաջին անգամ ձեզանից լսեցի որևէ միջադեպի մասին, չգիտեմ։ նայում, Facebook չեք մտնում։ Ցավոք սրտի անկեղծ եմ ասում։ Կատակ չեմ անում, այո, ես այդքան շատ Facebook-ում չեմ լինում, այսօր անպայմանորեն կծանոթանամ, որպեսզի կարողանամ կարծիք դնել։ Հայհոյանքին պատասխանել է հայհոյանքով, պարոն Ալբինյան։ Ես եկեք ես կնայեմ նոր կկարողանամ մեկնաբանել։ Նիկոլ Փաշինյանի երբ որ Արցախցի գնացներ։ Գիտեք, ես մի բան կարող եմ ասել, ինձ համար անընդունելի է որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ որևէ նույնիսկ օտարերկրացու, ով բնակվում է Հայաստանում, կամարական վերաբերմունքը մեր պետական խորհրդանիշներին, մեր քարտեզին ու առհասարակ գիտեք Հայաստանի Հանրապետությանը նույնիսկ Հայաստանի Հանրապետություն բառակապակցությանը կամարական վերաբերմունքը անընդունելի է եւ դատապարտելի է, այո, ճիշտ է դրանք դարձնել նախընտրական ատրիբուտ, որովհետեւ դրանք մեր հպարտության հիմքն են Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր ատրիբուտներով, հիմնով, դրոշով եւ մնացյալ իր ատրիբուտներով մեր հպարտության հիմքն է եւ մեր պետականության, այո, եւ մեր հենց էտա, որ դրանք մեր պետականության սիմվոլներն են եւ մեր պետականության սիմվոլներին կամարական վերաբերմունքը անընդունելի Այդ կոնտեքստում դուք նորմալ եք համարում երեխաներին հարց ենք տալի երեխային ներկայացնում թիրախավորելը, փախած անվանելը։ Գիտեք, ես մի բան կարող եմ ասել, վարչապետը անդրադարձել է կոնկրետ միջադեպին, ես իմ վերաբերմունքը ասեցի բոլորի
այսպես ասած, պոտենցիալ վերաբերմունքի վերաբերյալ մեր պետական ատրիբուտների մասով եւ որևէ մեկը, եթե կամարական վերաբերմունք ունի մեր պետական ատրիբուտների նկատմամբ ինքը արժանի է ամենամեծ քննադատության։ Ոչ, Ջորջան, հետեւյալը, ուրեմն Հայաստանի Հանրապետության վերաբերյալ երբ որ մարդը խոսում է, ինքը պետք է խոսի հարգանքով։ Երբ որ խոսում է մեր քարտեզի մասին, երբ որ խոսում է մեր հիմնի մասին, մեր դրոշի մասին, ինքը պետք է խոսի հարգանքով։ Եվ դա պարտադիր է բոլորի համար, անկախ ամեն ինչից, պարտադիր է բոլորի համար, բոլորիս համար։ Վերջ։ Այդտեղ քննարկելու այլ բան չունեմ եւ մեկնաբանություն չունեմ։ Պարոն Ավինյան, այս ամիսներին, երբ վարչապետը եւ ձեր մի շարք թիմակիցներ եկեղեցու հոգեվորականների հետ կապված իրենց մեկնաբանություններն էին անում եւ հայտարարությունները հնչեցնում, եթե ես չեմ սխալվում, դուք սխալվում եք ամենայն հավանաբար։ Չէ, ասեմ նոր էլի, պարոն Ավինյան, չեք լսել։ Դուք պատարակներին եղել եք, բայց օրինակ ես չեմ ֆիքսել, որ դուք կաթողիկոսին դիմելիս ասեք Կտրիչ Ներսիսյան, դուք այո, ուրեմն հարգելիներս, ես բազմաթիվ այո սխալվում եք, հենց այստեղ մի քանի անգամ շատ կոնկրետ իմ վերաբերմունքը հարցի վերաբերյալ ասել եմ ինչ եմ կարծում ներկա, ասել եմ արդեն, այո իհարկե, կաթողիկոսի մասին միանշանակ, Ջորջան, ես այսպես ասեմ, այսպես ասած այդ քողարկված մեծ կեղծիքը, որ տարիներով, չգիտեմ ինչի մենք բոլորս հանդուրժել եւ հանդուրժում ենք, սկսած, ասենք դիմելաձևը այդտեղ սկզբունքային նշանակություն ունի։ Սադրանքները ավելի են շատանալու, տարբեր հարբած մարդիկ փորձելու են սադրել պաշտոնյաներին, բայց ձեր համակիրներն էլ օրինակ ձեզ մեղադրում են, որ բավարար չափով արձագանք չկա, բռնում են հետո բաց են թողում, ինչպես եք պայքարելու այս ամենի դեմ, որպեսզի ձեր վրա էլ Ես կարծում եմ պայքարը պետք է լինի քաղաքական, միգուցե որոշ տեղեր ինչ-որ մի փոքր ավելի սուր լինի, այդ պայքարը մի փոքր ավելի սուր բառապաշարով, բայց ոչ մի դեպքում ես քաղաքական պայքարը չէի ուզենա վերածվել որևէ այլ բանի եւ սադրանքներին պետքա դիմակայել ընդհանրապես։ Ժորջան, մենք արդեն ընդհանրապես չտրվել սադրանքներին, բայց դա չի նշանակում, որ ամեն մարդուն իր սադրիչ արտահայտությունների համար համապատասխան լեքսիկոնով եւ ժարգոնով չպետք է տեղը դնել։ Ջորջան, Պարոն Ավինյան, եթե դուք քաղաքական թիմի անդամ եք եւ ձեր դիրքորոշումը կամ կարծիքը հասկանալի է այդ կոնտեքստում, բայց ազգային անվտանգության ծառայության տնօրենի ամենայն հայոց կաթողիկոսին ավազանի անունով դիմելը դուք ճիշտ եք համարում, որը անկախ Ջորջան, չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Նաեւ ԱԾ տնօրենը ազգային ժողովում մեր գործընկերների ներկայությամբ ամենայն հայոց կաթողիկոսին անվանել է Կտրիչ Ներսիսյան։ Ինչն է սխալարը, կարող է մարդու անունը Կտրիչ Ներսիսյան չի։ Բայց դա Ջորջան, երբ որ կա լեգիտիմության հարց, որևէ պաշտոնյայի, որևէ եկեղեցական, աշխարհիկ, եթե կա լեգիտիմության հարց, ուրեմն այդ լեգիտիմության հարցը միշտ մինչև չլուծվի, Ջորջան, մի հատ մի գոռացեք իմ վրա հանգիստ։ Հայ ժողովուրդը։ Այո։ Տարիներով կեղծիքների մասին, տարիներով կեղծիքների մասին, բայց հենց դուք երբ որ 18 թվականի Երգոտ Փաշինյանը եկավ իշխանության, ինքն է լուսանկար հրապարակում կաթողիկոսի հետ ասում է բացառիկ լուսանկար է, հիմա որ փուլում իմացեք, որ կեղծիքներ են եղել ու ինչու հանկարծ որոշեցիք, որ կաթողիկոսը լեգիտիմ չէ եւ Իրականում ես վստահ եմ, որ տարիների ընթացքում ավելի շատ տեղեկատվություն ստացավ եւ վարչապետը եւ մեր թիմակիցները, բոլոր այն process-ների վերաբերյալ, որոնք որ տեղի են ունեցել մի քանի տասնամյակ առաջ, բայց ինչ վերաբերում է 2018 թվականից սկսած, շատ լավ կհիշեք, որ կար ժողովրդական մի շարժում հենց էլի Կտրիչ Ներսիսյանի դեմ։ Եվ իրականում այդ ժամանակ այո Նիկոլ Փաշինյանի պաշտպանության շնորհիվ Կտրիչ Ներսիսյանը պաշտպանեց իր լեգիտիմ է, պարոն Ավինյան։